Պայմանավորվածության համաձայն կառավարությունում այսօր ընդունել են տրանսպորտային երթուղիների փոփոխությունից դժգոհող Պրոշյան եւ Քասախ բնակավայրերի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետը։ Հանդիպումից հետո պրոշյանցիները հայտարարել են, որ իրենց խնդիրը լուծվել է, 25 համարի երթուղին շարունակելու է գործել, իսկ Քասախ համայնքին սպասարկող թիվ 59 երթուղին չի գործելու։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարարության Telegram ալիքում գործարկվել է նոր հարթակ։ Այսուհետև եւ Հայաստանի քաղաքացիները եւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ նախարարության Telegram ալիքում գործարկված 114 տեղեկատուի միջոցով։ Հարթակը տեղեկությունները տրամադրելու, զբաղվածության եւ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի, կենսաթոշակների եւ նպաստների վերաբերյալ։ Կառավարությունը արցախցիների աջակցության տրամադրման նոր ծրագիր է պատրաստում, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է հայտնել այս մասին։ Նոր ծրագրով ընտանիքներն ընտրվելու են 1 անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով։ Այն սկսելու է գործել միասնական սոցիալական ծառայության ընդունած դիմումների ուսումնասիրությունից եւ լրացուցիչ աջակցության կարիք ունեցող ընտանիքների ճշգրտումից հետո։ Հիշեցնենք, Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40+10,000 դրամ բնակվարձի գումարը։ Տուրիստական գործակալություններից մեկի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը 20%-ով աճել է։ Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ մայիսյան տոների առթիվ դեպի Հայաստան տուրերի պահանջարկը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն մեծացել է։ Վիճակագրության համաձայն ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան են մեկնում միջինը 5 օրով եւ փաթեթային շրջագայության համար 1 անձի համար ծախսում են մոտավորապես 65,000 ռուբլի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում 3 արտառոց դեպք է տեղի ունեցել։ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահանելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում դահլիճում ներկա տղամարդկանցից մեկը հայտարարելով, թե ինքն է իրականում սպանել կնոջը, դիմել է փախուստի։ Դրությունը նիստերի դահլիճում դրանից հետո լարվել է։ Իրավիճակը վերահսկող դատական կարգադրիչը քաղաքացու խոստովանությունից հետո սրտի կանգից մահացել է։ Հիշեցնենք, Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 5-ին Երևանում։ Բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 35-ամյա կնոջ դին, պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկները պարզել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ օրինազանց վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով Մերսեդեսը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։